ծանր է լսել Ռուբեն Վարդանի ձայնը այս 1.5 տարի անց ու մեզ համար են ուղերձները, ինչ որ Ռուբենը փոխանցել է, նոր չէ, մենք այդ ուղերձներով շարունակում ենք ապրել, պես ինչպես ինքը մեզ սովորացրել է ու միասին այդ սկզբունքներով ծառայում ենք ինչ որ հնարավոր է ու նաև սա շատ կարևոր է, որ հանրությունը հասկանա, որ Ռուբեն Վարդյանը իսկական նվիրյալ է հայրենիքի ու հիմա էլ գտնվելով անմարդկային պայմաններում կարևորում է, արժևորում է հայրենիքի նվիրումը ավելին, քան սեփական անձը ու հայրենիքին իրական նվիրումը հենց նա է, որ ստորադասես անձնական շահ է ու նաև շատ կարևոր է, որ գտնվելով Բաքվի բանտում արձանագրում է, որ հուսահատությունը ամենածանր ու անընդունելի մեղքն է եւ կոչ է անում մեզ բոլորիս, ովքեր միանշանակ գտնվելով շատ ավելի լավ վիճակում, քան Ռուբենը եւ մյուս մեր հայրենակիցները, չպետք է հանձնվեն, չպետք է հուսահատվեն ու մեր հավաքական պայքարը հնարավորություն կտա այս վիճակից դուրս գալու։ Հուսով եմ այն դրական ուղերձները, որ Ռուբենը փոխանցել է մեր հանրության մոտ, կփոխվի այս հանձնվելու եւ պարտավորական մթնոլորտը, ինչ որ իշխանությունները անդադ տարածում են ու այս իրավիճակից, այս մղձավանջից դուրս կգանք ու Ռուբենի կոչը կուղեկցի մեր հանրությանը։ Աստորեն հացադուլը շարունակում է, պարոն Վարդանյան։ Ու հավե շարունակում է, Ռուբենին ճանաչելով մենք համոզված ենք, որ նույնիսկ հացադուլի մեջ ինքը ուժեղ է, տոկուն է, բայց նաև արձանագրենք, որ իր ամբողջ որոշումների հիմքում առկա է գիտակցված ու նաև հետևողական պայքարի սկզբունքները ու դրա շրջանակներում վստահ եմ, որ հացադուլից առաջիկայում դուրս կգա չվնասելով իր կյանքը եւ արդեն հացադուլից դուրս գալուց հետո վերականգնելով առողջությունը կշարունակի պայքարել, բայց պայքարի հիմքը եւ հիմնական կրողը պետք է լինի Հայաստանում։